Ողջույն։ Ժամը 3-ն է, նոյեմբերի 11-ն է։ Այս շատրվանը երկրորդ զանգվածում է։ Նորքի։ Նորք։ Ես գայի փողոցի վրա եմ կանգ։ Այն փողոցը հիշեցի եմ, որ ավտոբուսը գնաց դեղին։ Թոթովենց։ Այն օրը չէի կարում հիշեի։ Դեպի այն կողմել Նանսեն է դառնում։ Ես էլ Հայկ Բժիշկյանն է կանգնած։ Ես էլ սենց տղաներ են։ Մի խոսքով հարազատ վայրեր։ Հիմա բայց ես պետք է գնամ Մատենա դարանի չէ։ Հիշում եք այն օրը որ գնացի Grand Candy-ի դիմացի մայթը։ Այդ նույն տեղը պետք է գնանք։ Մի քիչ ժամանակ չկա, կարելի էր մի քիչ մասիվը ման գալ, բայց այնտեղ կուշանամ։ Այս մասիվի բանկերն են մի հատ էլ վերջի հայաց գցենք ու ճանապարհն է սենց։ Գնացինք։ Գորյուն փողոցն է։ Դերանը անցնենք։ Այս ստեղարենքից արդեն մեր կանգնելու ճարը տենանք, չէ։ Պոլիտեխնիկի կորպուսներն են աչից։ Այս Պորշն է։ Մեծ հետևի մասով սաղ փողոցը փակել է։ Մի հատ այնտեղ հիշեցի։ Կանգնեցի ստեղ։ Գորյունն է։ Այս են շենքն է, մինիստրությունն էր ստեղ մի վաղտ, մինչև հետ էլ հուշոզդորն էր, հիմա հյուրանոց է։ Չգիտեմ, այդ Պորշի անիկդոտը պատմեմ մի քիչ լեննականի, հին է, այն վաղ լեննական էր, շուկա է կիրակնորը, ու մի հատ չախկին է, հետևը մեծ է, տղամարդը ուզում է անցնի չի կարում, այս կողմից է փորձում, այն կողմից է փորձում, վերջը ջղայնանում է, ասում է, Այկնիկ, ես կիրակի օրվա շուկայի հետև է, որ առել եկել ես, հիմա այդ Պորշն էր, Գորյունի վրա, ես մոտեցանք իմիջալից կոնսերվատորիայի առաջվա շենքին, Այն օրը հարցնում էիք, այդ շենքը հիմա ինչ է, այն է, լրիվ գրած է, ազգային պոլիտեխնիկական համալսարան, ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ, Ահավասի, այս հենց էլ որ գնաք ես ճանապարհով, ընդեղ կամերային թատրոնն է, Երզնկյան Արայիկ, եթե ոչինչ չի փոխվել, Ես մի երկու տարվա առաջվա տվյալ եմ ասում։ Ես էլ Երևանի պարծանքներից մեկը։ Ստեղ էլ սենց պատմություններ են։ Բաս Voyage, Քոբուլեջի, Բաթումի, մի խոսքով։ Ընդեղ էլ թխվածների կենտրոներ են ծանր տարիներին, հիշում եք։ Նույնիսկ ընկերս էր ընտանիքով թխվածք էին սարքում, բերում էին ստեղ։ Ես էլ են ոնց էր գրես ուրմալույում, ձկների աշխար, ստեղ էլ խցանման աշխարն է, ես փողոցը, լուսավորությունը ես կողմն է հաճելի, մի հատ էլ ստեղ ցույց տամ ու իջնենք իմ գործով, Մաշտոց փողոցով, ներողություն, Պողոտայով, Այս մի փողոցն էլ են կողմից ցույց տամ, ստեղ հիշում եք միտինգները, տվինք սաղ քանդ ու քարապարինք, այս տեղի տաները, այդ միտինգների վաղտ ենքան ցանկալի տեղ էր, մի հատ ծանոթ էինք ճարել, պատշգամբից նայում էինք, հետո գնում ենք կոֆե էինք խմում, գալիս էինք էլի էինք նայում, հուզված,
ոգևորված։ Ես էլ այդ հետաքրքիր մտախաղացումը այս Փարիզը կոչվում է հայոց տարրերի երթ։ Սա ցույց եմ տվել մանրամասն, դրա համար ցած ուղղակի անցնենք մի հատ։ Այս մեր տարրերն են։ Այս օրինակ ծնը։ Էն էլ լավ կլներ իմ դռանը կպցնեի, չէ՞։ Վարդանյան, սիրուն կլներ։ Այս ահագին երկար է։ Մի խոսքով մինչև Փարիզի վերջը։ Տենում եք ինչ։ Մի հատ նկարիչ կար մեր հայտում, կասեր Կուկլա փողոցը։ Խցանման հետևն էլ Grand Candy-ն է։ Ուսանովախտ ասում ենք Պոնչի կնոց։ Այդ ձն հավեսը, չէ՞, զուկը։ Վերջանում է Փարիզը։ Կարանք անցնենք։ Ընտրեմ հայոց գրերի երթ, ես էլ տարրերի էի ասում։ Մի խոսքով այսպես տղեկ են ձեռնարկել, իրականացրել, հավես չկա կարդալու, կուզեք կանգնացրեք, կարդացեք։ Այս խցանման կողքը ինչով է վատ նկարել է, որ հիմա միկրոֆոնը արջևինը փակել եմ չլսվի։ Մեքենաների մեջ միշտ մի հատ խուլ վարորդ է գտնվում, երաժշտությունը քոքում է մինչև վերջ, ու չգիտես խի պատոհանը անպայման բացում է։ Ես էլ այդ հյուրերի տունը, ես մի հատ միլիցիոներ դուրս գա կասի, ես ինչ է ստեղ, հոտել 1, որտեղ է այդ հոտելը, your home, ես էլ գրախանութը մնացել է, այսպես լավ մարդ է, գիրք սիրող, տենում եք տաքսիստը գրախանութի համարը, պաստորեն տաքսիստները կարդում են դեռ գիրք, այս Սեզանին նենց եմ սիրում, կարոտել եմ, Եվ այն մասով ռեմոնտ էին անում պրծան, ես էլ կարծի սրանք են անում, չէ, նայեք ինչ-որ տեքստիլ խանութ է, ինչ է, կանացի հագուստներ են, դուք երևի գիտեք ես ֆիրմեն, հա, ես իմ կարդալու խելքի բանը չի ժողովուրդ, այս դալանում է գործս, 3:25 Մտնեմ անեմ գամ, շատ չեմ բացակայի ինձ թվում է, շատ շուտ վրծա, չէի սպասում, հլա արագության խաթեր մարդիկ ինչ, զոհերի են գնում, ես գյոզալ եղանակը, մտել են կարովկեքի մեջ, ասինքն ես էլ էի նոր տենց էլ ինչ, մեծ խոսում եմ, ես դալանում ինչ-որ աշխուժացավ կյանքը, ձերս մի հատ ծանր բան կա, ես նորաբաց խանութ եմ քննադատում, չէ, ներողություն, քննարկում, ժողովուրդ պետք է նորից գնամ մեքենայի մեջ, ծանր բանը դնեմ ընդեղ, հենց որ Հարցած ասենց, դիզայներ աղջիկները մնացին ընդեղ, ես գրախանութի մեջ են այդ սիրուն, այդ ես մարդուն խնդրենք կավա թողի նկարենք, այս այդ սիրուն խանութ էր, ես երեխա վաղթվանից իշում եմ ես խանութը, հետաքրքիր է ես ոնց է եղել, չեն վերցրել ձեր ձեռից, մի հատ մոդնի բան սարքեն, Լավ է, չէ՞, սիրուն է,
Սա ինչ է եղել, որ սեն սիրուն սարքել են։ Թութունի խանութ։ Հաջան։ Թութունի խանութ։ Թութունի, հա։ Այդ որ թվերն էր։ 49 թվին։ Այսինքն սիրուն թութունի խանութ էր։ Շատ լավ է։ Բա դուք էլ թութուն ծախեք։ Հիմա ով է գիրք կարդում։ Չէ՞։ Ամիսօր էլ կան։ Եգնացինք։ Ձեզ շատ շնորհակալություն։ Մաշտոցի 45, որ ուզենակ գիրք առնեք, ուկի ինստական է, լավ մարդ էր, հին երևանցի, ես պոնչիկանոցի շենքն էլ իմիջալես նայեք տանիքը, նուղամով սարկել են աղբանոց, մարդկա աշխարհն է շալակած ստանում, մարդ էլ կա, գիտեք էլի, չէ, ինչ մարդիկ էլ կան, է որ կան երևի տենց էլ պետք է, չէ, շատ սիրուն ծառա, բայց այֆադը մի տեսակ խեղճացավ, Միտինգի ձենը ականջներից մեջ է, գիտեք։ Հետագի բան է հեղափոխությունը։ Այն անգամ ով էր ասեց, աղքատ կառավարություն ես չեմ տեսել, ավելի շուտ կառավարությունում աշխատող աղքատ մարդ։ Շատ հեղափոխությունից մի 3-4 օր անց, հետո վերանում են այդ աղքատները կառավարության մեջ։ Ճիշտ էր նկատել։ Ինչ լավ եղանակ է։ Երևի վերջի օրերից մեկն է։ Ես էլ գործը շուտ վրծա ազատ եմ։ Եկեք այսօր հայտարարենք գեղեցկության օր։ Հեսակ իմանանք այդ ինչ է նշանակում։ Ակնոցները վեր եմ կալում, մենակ ակումուլատորը նստած չլինի։ Գնում ենք նստարանին նստում ենք ու գեղեցկություն ենք նայում։ Այսինց համարձակ լցվենք խցանման մեջ։ Լերմոտովը ոնց էր ասում, «Он мятежный просит бури, как будто в бурях есть». Գիտեք, որ